Ղարաբաղում ադրբեջանցիները վանդակում են իրենց զգում։ Այս ձևակերպումը ադրբեջանական ընդդիմադիր պարբերականներն են անում վերջին օրերին, վստահեցնելով, թե Արցախյան պատերազմից 5 տարի հետո Ղարաբաղն ադրբեջանական չի դառնում։ Ադրբեջանագետները համոզված են, Ալիևի նկարահանող մոնտաժող խումբը խեղաթյուրում է ամբողջ իրականությունը։ Ադրբեջանի իշխանությունը փորձում է համոզել, թե ծաղկում է կյանքը օկուպացված Արցախում։ Ալիևը գյուղատնտեսությունն է խթանում, նոր մշակաբույսեր տնկում, պաշտոնյաների է մեծ շուքով դիմավորում Արցախում։ Այն դեպքում, երբ Ղարաբաղի նոր բնակիչներն անգամ ամենատարրական պայմանները չունեն։ Մարդկանց դժգոհություններն են, աշխատատեղերի բացակայությունը տեղում, հետո իրանց արդեն զրկել են արտոնություններից, որոնք տարիներ շարունակ ունեին, իրենց կարգավիճակով պայմանավորված, եւ ասում են գները բավականին թանկ են։ Ղարաբաղում խանութ գնալու համար կիլոմետրեր են հաղթահարում ադրբեջանցիները։ Իրավունք չունեն իրենց ուզած պահի դուրս գալ տարածքից։ Անգամ կատակում են, որ վիզայով են ներս ու դուրս անում։ Տները, որտեղ ապրում են, իրենց սեփականությունը չեն։ Կեցության ժամանակավոր վկայականներ են իրենց տվել։ Ամենակարևորը դա անվտանգության խնդիրն է, իհարկե, այդ մարդկանց համար, որովհետև իրենք վստահ չեն, որ իրենք այդտեղ երկար ապրելու են, վստահ չեն, որ դա հիմնովի ինչ-որ պրոյեկտ է եւ անկեղծորեն չեն շտապում, որովհետև տասնամյակներ շարունակ իրենց կյանքը արդեն ինչ-որ կերպ դասավորել են եւ հիմա իրենց հանում են, տանում են ինչ-որ չոլում, ասում են հիմա այստեղ եք ապրելու։ Շատերը չունեն ալտերնատիվ հնարավորություն, որովհետև տասնամյակներ շարունակ ապրել են ինչ-որ մանկապարտեզների շենքերում, գործարանների նախկին շենքերում, այսինքն մղթար պայմաններում։